Կին Մանավազյան, ուղղակի քաղաքական որոշումն է, որ ավելի ձայն չլինի, այնքան որքան դուք հակառակ դեպքում կողմ չէիք քվեարկի, եթե օրինակ ավելի շատ ձայներ ունենար ընդդիմադիր երկու։ Նախ հաշվենք առը, որ այո, այնքան որքան բավարար է, որովհետև իրենց մեր տեխնացուներին կողմ ձայն չեն տվել, թեև նշեցի, որ առավել քան արժանի էին մեր տեխնացուները, ամեն դեպքում որոշում ունենք խմբակցության, որպեսզի բավարար ձայներ Այսինքն չեք տապալում ընտրությունը։ Այո, չենք տապալում ընտրությունը, թեև համաձայն չեմ այն կարծիքին, որ դա մեր պարտավորությունն է, մենք կարող ենք չընտրել, երկրորդ անգամ տեխնացու կառաջադրեին, երրորդ անգամ կառաջադրեին, կանցնենք հարցերի օրակարգի հաջորդ օրակարգին եւ որևէ բան տեղի չէր ունենա ազգային ժողովում։ Մանավազյան, այսինքն ընտրում են падգամավորներին, որոնք պիտի քվեարկեն։ Դա ինչքան կարևոր է, ոնց ենք ընտրել։ Ոչ նախասիրություն չի։ Օրինակ ինչպես հարցրեցիկով է ուզում քվեարկել, հա, Արամ Վարդևանյանի օգտին 13։ Ոչ, նման բան չի եղել։ Դա եղել է ըստ Ճնշել եք ստացվում 13 հոգու, որ կան Արամ Վարդևանյան ընտրեն։ Չենք ճնշել, դա եղել է, նշում եմ, Նարեկ, դա եղել է խմբակցության որոշում։ 13 հոգի ընտրելու է։ Հետո կտեսնեք ինչպես է եղել, որ այսինքն որևէ մեկի չենք ճնշել։ Օրինակ ժամանակին Նիկոլ Փաշինյանը ասել եմ եւ մոտեցել որևէ խնդիր չի եղել։ Գործարար թերի ձայներ, այսպես ասենք, գնացին Նիկոլ Փաշինյանին, որ դա Ոչ, նման բան չկա, դա խմբակցության որոշումն է, ներսում որոշել ենք ովքեր են լինելու։ Օրինակ եղել են մարդիկ, որ սկզբունքորեն ասել են, որ չեն ընտրի անկախ խմբակցության որոշումից։ Մենք խմբակցությունում ունենում ենք քննարկումներ լինում են շատ առողջ, բայց անկախ այդ ամենից ոչ։ Այսինքն ընդհանուր որոշում է լինում, ընդհանուր որոշման երբ որ գալիս ենք, էական չի, արդեն ով ինչ դիրքորոշում, այսինքն ունենք որոշում ժողովուրդ, ինչ կարևոր է, որ падգամավորն է ինչ կարծիք հայտնել, կամ դա փակ քննարկում է։ Սկզբունքորեն Մանավազյան ասում եք պարտավոր չէինք, բայց որոշում։ Այո, պարտավոր չենք եւ որոշում ունեցանք, որ Նաև կառուցողական դաշտ ենք ուզում, դա մենք նույնիսկ լսեցինք իրենց գործընկերոջ ելույթը, որը իսկապես ամոթալի էր իրենց գործընկերոջ հանդեպ, հենց ինքը պետք էր այստեղ հանրությունից եւ բոլոր քաղաքացիներից ներողություն խնդրեր սակրավորների թեմայով իր հայտարարության համար, որը ավելի կառուցողական դաշտ կբերեր իր գործընկերոջ ընտրությունը, բայց այնուամենայնիվ մենք ունենք որոշում եւ այդ որոշում պահում ենք հաշվի առնելով կառուցողական աշխատանքը, հարգելով սահմանադրությունը, հարգելով ազգային ժողովի ինստիտուտը, նման որոշում ենք կայացրել։ Դիրքորոշման փոփոխություն է եղել ընդդիմության հետ ավելի կառուցողական դաշտմունքներ, Դա եղել է։ ազգային ժողովի 9-րդ գումարում այլ հայտարարություններ են Դա ես նշեցի, որ նախորդին տարիներին ամեն հնարավոր ամեն բան արվել է ազգային ժողովի վարկանիշը նսեմացնելու եւ ցածրացնելու եւ այսօր մենք մեր աշխատանքով պահվածքով խոսքի նաեւ բարեվարկությամբ եւ մոտեցմամբ փորձում ենք ավելի կառուցողական եւ բարձրացնել։ Հետ քայլ չենք արել, սա առաջ քայլ է, որովհետեւ դա ինչ կապ ունի քաղաքական խոսքի հետ։ Քաղաքական խոսքը միշտ լինելու է։ Նախագահ կնեք ասում էր արեք դաստիարակեն ազգային ժողովի նախագահը զորական կետ է հայտարարել եւ կոչ արել, որպեսզի ազգային ժողովում որևէ սահման չհատվի եւ աշխատանքային կառուցողական մթնոլորտում անցնի բոլոր քննարկումները, թեև սուր բոլոր քննադատությունների եւ հայտարարություններին, դրանք քաղաքական տեքստեր են, որոնք հնչելու են, լինելու են եւ միշտ լինելու է քննադատություն եւ սուր ելույթներ։ Եթե մեկ շաբաթ եւ 7 օր էստեղ եք եղել, որևէ բան չեք տեսել, ուրեմն վստահ եմ, որ հաջորդիվ չի լինելու։ Ես չեմ կարող երաշխավորել ընդդիմության վարքագիծը վաղը ինչ կլինի կամ ինչպես կլինի, դա ուղղակի համարժեք պատասխան է լինում։ Կոսովոյի խորհրդանի աշխատանքից չողոքեվորվեցիք։ Ես ձվերով հարվածում էի իրար։ Այսքանով կավարտեմ, շնորհակալ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար